Գորիսում այսօր բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Տոնական ժապավենը կտրեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինին, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը եւ Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանը։ Գորիսի քաղաքապետը սկզբում ժապավենը կտրողների շարքում չէր եւ միայն պատվո հյուպատոս Կարմեն Ափունցի միջամտությամբ նա նույնպես մասնակից դարձավ արարողությանը։ Et le maire de Goris, M. Aroush Aroushanian. 1, 2, 3. Ինչու Ֆրանսիան Սյունիքում գլխավոր հյուպատոսության փոխարեն ավելի ցածր կարգավիճակ ունեցող պատվո հյուպատոսի գրասենյակ բացեց։ Նկատենք Իրանը 2022-ին Կապանում հենց գլխավոր հյուպատոսություն է բացել։ Այս հարցն անձամբ բարձրացրեց հենց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դե Կոտինին եւ ինքն էլ պատասխանեց։ Ça n'est pas un consulat tout simplement parce que nous n'avons pas assez de Français qui résident dans le Sunic. Ինչու հյուպատոսություն չէ, քանի որ Սյունիքում բավարար չափով ֆրանսիացիներ չեն բնակվում, որպեսզի հյուպատոսություն բացվի։ Բայց սա ավելին է, քան հյուպատոսությունը, քանի որ պատվո հյուպատոսի գրասենյակում լինում են գործողություններ, եւ Գորիսում եւ Սյունիքում հայերն ու ֆրանսիացիները գործում են ձեռք-ձեռքի տված։ Et qu'à Goris et dans le Sunic, les Français et les Arméniens agissent main dans la main. Այս հարցին անդրադարձավ նաև Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացմանը մասնակցող փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Դիվանագետը նախարձանագրեց, թե հարցը հորետեսական է, ապա ընդգծեց, ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը քաղաքական շատ կարևոր արձանագրում է։ Պաշտոնյանն միաժամանակ խոսեց գրասենյակի սիմվոլիկ նշանակության մասին։ Հաշվի առնելով, որ պատվո հյուպատոսի գրասենյակի մասն է խոսքս, այստեղ առավելապես քաղաքական ներկայացում եւ սիմվոլիկ նշանակության մասին է խոսքը գնում, հյուպատոսական գործունեություն որպես այդպեսին օրինակ վիզաների տրամադրում, եթե ես չեմ սխալվում, չի նախատեսվում։ Վահան Կոստանյանի պնդմամբ պաշտոնապես երբեք չի ասվել, որ Ֆրանսիան Սյունիքում պետք է բացի գլխավոր հյուպատոսություն։ Փոխարտգործնախարարի խոսքով կան երրորդ ուժեր, որոնք փորձում են ինչպես այս, այնպես էլ այլ թեմաների հետ կապված ավելի մեծ սպասումներ ստեղծել, քան իրականում կան, որպեսզի հետագայում հիասթափություն առաջացնեն քաղաքացիների մոտ։ Փոխարտգործնախարարը հրաժարվեց ասել, թե որ ուժերին նկատի ունի։ В частности, открытие генерального консульства в Капане. Անդրադառնալով Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը, որի մտադրության մասին Մոսկվան խոսում է տարիներ շարունակ, ապա Վահան Կոստանյանը վստահեցրեց, թե խոչընդոտներ չունեն եւ գործընթացը բնական հունով շարունակվում է։ Երբ բացվի եւ եթե բացվի, բոլորը բնականաբար կտեղեկանան դրա մասին։ Une actualité internationale d'une très Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակն այսօր բացվեց Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի շրջանակներում։ Իր ելույթում փոխարտգործնախարարը խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը անհապաղ ստորագրելու Հայաստանի պատրաստակամության եւ Սյունիքը համագործակցության տարածաշրջանային հենակետ դարձնելու հեռանկարի մասին։ Սյունիքը կարող է դառնալ համագործակցության ռազմավարական հենակետ, որտեղ ենթակառուցվածքների, տրանսպորտի, էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագրեր կծառայեն ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի շահերի։ Կոստանյանն ընդգծեց, Հայաստանի նպատակն է ձևավորել խաղաղ եւ անվտանգ տարածաշրջան, որտեղ հակամարտությունների փոխարեն կգերակայի համագործակցությունը, փակ սահմանների փոխարեն դարպասները եւ սպառնալիքի փոխարեն փոխադարձ հարգանքի վրա կզարգանան միջպետական հարաբերությունները։ Այս համատեքստում Հայաստանի կողմից առաջարկվել է խաղաղության խաչմերուկ նախագիծը, նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի եւ մեր անմիջական եւ լայն տարածաշրջանի հարևանների միջև հաղորդակցությունների զարգացումը։ Հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն իսկ հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցություններն ավարտելու մասին, Կոստանյանը վերահաստատեց, Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել եւ հետագայում վավերացնել այն։ Չնայած Հայաստանի այս պատրաստակամությանը Սյունիքի սահմանամերձ գյուղերում 2 ամսից ավելի է լուսացնում են ադրբեջանական կրակոցների ներքո, իսկ Բաքուն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել։ Որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ ուղիղ եւ ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի։ Փոխարտգործնախարարն իր ելույթում խոսեց նաև Ֆրանսիա-Հայաստան հարաբերությունների մասին, բարձր գնահատելով Փարիզի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը։ Բարձր են գնահատում նաև երկկողմ եւ եվրոպական ձևաչափով ցուցաբերվող Ֆրանսիայի օժանդակությունը Հայաստանի պաշտպանական կարողությունների։
Փոխարտգործնախարարը նշեց, որ հայ-ֆրանսիական համաժողովի կազմակերպումը Գորիսում բնական է եւ սպասելի, հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզի զարգացման եւ դիմակայունության բարձրացման նպատակը։ Իդեպ համաժողովին մասնակցող տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանն այսօր տեղեկացրեց, որ Սյունիքի ճանապարհաշինական կարևոր նախագծերում առաջիկայում կներգրավի ֆրանսիական կազմակերպություններից մեկը, ով ամենայն հավանականությամբ կիրականացնի հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ավելի քան 8000 մետր երկարություն ունեցող Բարգուշատի թունելի կառուցումը։ Նախատեսվել է Լեռնաշղթան հատել Բարգուշատ թունելով։